Մի գրառում եմ ուզում ընթերցել հանրային գործիչ Գևորգ Սիմոնյանի էջից, կարևոր խնդրի են անդրադառնում Հայաստանում տարածվող թմրադեղերի այս պատմությանը եւ հետաքրքիր է, որ իշխանությունները շատ ագրեսիվ, այսպես արագ արձագանքում են այս խնդրի բարձրաձայնմանը, բայց խնդրի հետևից շատ այսպես համեստ են գնում։ Հիմա կասեմ ինչու եմ դա ասում ընթերցելուց հետո։ Ինչ է կատարվում մեր երկրում։ Ժամանակն է բարձրաձայնելու մի իրականության մասին, որը այլևս հնարավոր չէ անտեսել։ Վերջին տարիներին մեր երկրում թմրամոլությունը եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մակարդակը ոչ թե պարզապես աճել է, այլ դարձել է տեսանելի, շոշափելի ու վտանգավոր, հատկապես դպրոցականների եւ երիտասարդների շրջանում։ Թմրանյութերի բիզնեսը վաղուց դուրս է եկել մութ բակերից ու ստվերային տարածքներից։ Այն տեղափոխվել է բաց համացանց։ Այսօր միայն Telegram-ում գործում է շուրջ 1200 նարկոշոփ, հասանելի մեկ հղումով գրեթե յուրաքանչյուրին։ Երիտասարդներին ներգրավում են աշխատանքի անվան տակ, առաջարկելով 3-ից 4 դոլար յուրաքանչյուր փաթեթի դիմաց։ Սա այլևս առանձին դեպքերի մասին չէ։ Սա թվային կազմակերպված համակարգված շուկա է, որը նպատակային թիրախավորում է երիտասարդներին, նրանց վերածելով եւ սպառողի եւ տարածողի։ Երբ հարյուրավոր մարդիկ ամեն րոպե որոնում են թմրանյութ, խնդիրը միայն վաճառքի մեջ չէ, խնդիրը պահանջարկի աճի մեջ է, խնդիրը վերահսկողության բացակայության մեջ է, խնդիրը կանխարգելման քաղաքականության ձախողման մեջ է, բայց կա նաեւ ավելի խոր եւ վտանգավոր շերտ։ Թմրամոլության աճը միայն անհատների ողբերգություն չէ, դա պետական անվտանգության, սոցիալական կայունության եւ ազգային զարգացման խնդիր է։ Թմրանյութերի լայն շրջանառությունը մեծացնում է հանցավորությունը, ծանրաբեռնում է առողջապահական համակարգը, նվազեցնում է աշխատունակ բնակության որակը, խաթարում է ընտանիքների կայունությունը եւ ձևավորում է կախված խոցելի սերունդ։ Երբ երիտասարդի ներուժը փոխարինվում է կախվածությամբ, պետությունը կորցնում է իր մարդկային կապիտալը։ Երբ թմրանյութը դառնում է նորմալացված երևույթ, դա արդեն արժեհամակարգային ճգնաժամ է, սակայն այս իրավիճակում պատասխանատվությունը միայն պետությանը չէ։ Հանրությունն էլ ունի իր անելիքը, ծնողները պետք է լինեն ավելի զգոն, դպրոցները պետք է իրական կանխարգելիչ կրթություն կազմակերպեն, մեդիան չպետք է լռի, ամեն օր պետք է խոսել վտանգների մասին, սովորեցնել ինչպես պաշտպանվել եւ պաշտպանել քո շրջապատը նման ազդեցությունից։ Հասարակությունը չպետք է համակերպվի այս նոր իրականության հետ։ Ժամանակն է առավել գործուն քայլերի գնալ։ Ժամանակն է պահանջել հստակ ռազմավարություն եւ վերահսկողության մեխանիզմներ եւ իրական պատասխանատվություն։ Ժամանակն է խոսել ոչ թե ախտանիշների, այլ պատճառների մասին։ Մենք առաջիկայում այս թեմային կանդրադառնանք մանրամասն, ներկայացնելով հնարավոր լուծումները, համակարգային մոտեցումները եւ այն քայլերը, որոնք կարող են փոխել իրավիճակը։ Մարդիկ անհանգստացած են այս խնդրով եւ որքան որ հասկանում ենք տեքստից, նաեւ նախաձեռնություն ունեն թմրանյութերի տարածման դեմ, հանրային նախաձեռնություն, եւ սրան արձագանքել է ոստիկանության ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը, հիմա թույլ տվեք քիչ առաջ արձագանքեց, թույլ տվեք դա ընթերցել, Նարեկը Սարգսյան, ինչ է գրում Նարեկ Սարգսյան, այսինքն դուք տեսաք, մարդ խոսեց դպրոցականների ներգրավման մասին, բայց հիմնական շեշտը երիտասարդությունն էր։ Եվ ինչու դպրոցներ, որովհետև այդ երիտասարդները, որոնք ներգրավում են թմրաշրջանառության մեջ, դպրոցներից են դուրս գալ, այսինքն ինչ-որ կրթության մեջ ինչ-որ խնդիր կա, որ մենք այս ծավալի երիտասարդների ներգրավվածությունն ենք։ Ծավալի մասին մենք օրես հոդված էլ կհրապարակենք, եթե թիվը չեմ սխալվում, տարեթիվը միայն 2025-ին մեր հարցմանի պատասխան ՆԳՆ-ն ասել է, որ 500-ից ավել մարդ է ձերբակալվել թմրանյութերի տարածման համար, որոնցից 5-ը առնվազն անչափահաս։ Եվ սրանք միայն բացահայտված մարդիկ են, բայց կան վստահաբար այդ 1200 շոփերը, որ գործում են, ընդ որում դրանցից ընդամենը 25-ն է բացահայտվել, այսինքն չնչին տոկոսը, դրանցով զբաղվողներ կան, չէ՞։ Գուցե դրանց թիվը հազարների է հասնում։ Եվ ինչ է գրում Նարեկ Սարգսյանը, ասում է դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ պնդումները անհիմն են։ Թմրամիջոցներն արդեն հասել են դպրոցականներին, նման վերնագրերով հերթական գրառումն է տարածվել կայքերից մեկում։ Կայքն էլ իր հերթին այն արտատպել է սոցիալական ցանցի օգտատերերից մեկից, ով իր հրապարակմամբ անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ ՆԳ նախարարությունը որդեգրած քաղաքականության համաձայն յուրաքանչյուր հրապարակման դեպքում կապ ենք հաստատում հեղինակի հետ եւ խնդրում ներկայացնել
կոնկրետ տվյալներ փաստերի իման վրա հետագա ընթացքն ապահովելու համար կապ է հաստատվել նշված հրապարակման հեղինակի հետ եւս, սակայն ինչպես բոլոր մյուս դեպքերում այս անգամ էլ սոցցանցի օգտատերը չի ներկայացրել հաղորդում, չի փոխանցել տեղեկություն, թե որ դպրոցի մասին է խոսքը կամ որևէ այլ տվյալ։ Իդեպ, կհիշեք, անցած տարի համացանցում մեծ աղմուկ բարձրացավ եւ հասարակության շրջանում լայն արձագանք ստացավ Մղչանի դպրոցում կատարված դեպքի վերաբերյալ, որը աշակերտի քթին թմրանյութ են քսել եւ այլն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, եղան փորձաքննության արդյունքներ, որ թմրամիջոցի արկայություն չի արձանագրվել, սակայն հերքված փաստի վերաբերյալ նույն ինտենսիվությամբ ծավալների քննարկումներ չեղան։ Ուրեմն վիճակագրական տվյալների համաձայն 2025 թվականին անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության 6 դեպք է արձանագրվել։ 2024 թվականին գրանցվել էր 7 դեպք։ Իդեպ մեր հարցմանի պատասխան ասել են 5 դեպք։ Ես չգիտեմ Նարեկ Սարգսյան տիրապետում է իրենց տվյալներին, թե ոչ, այս կամ մի դեպքը որտեղից ավելացավ։ Եվ նշեմ, որ մեզ տրամադրված տվյալներով կախվածությունների բուժման ազգային կենտրոնում այս պահին թմրամիջոցներ օգտագործելու հիմքով հաշվառված է 7 անչափահաս։ Այսինքն ով չգիտի, որ հաճախ թմրամիջոցներ օգտագործողների հարազատները չեն դիմում կախվածության կենտրոն։ Այսինքն կախվածության կենտրոնում որ 7 հոգի է, դուք գիտեք ամբողջ Հայաստանում 7 հոգի է, լուրջ եք ասում։ Կամ հանրային գործիչ Գևորգ Սիմոնյանի այս գրառումը ամենևին չէր խոսում այն մասին, որ դպրոցներում համատարած թմրամիջոցներ են տարածվում եւ դպրոցի անուն ասես դպրոցականների շրջանում։ Եթե կա անչափահաս, որը թմրամիջոցների գործով քրեական գործով անցնում է, առնվազն մեզ ասել եք 5, այստեղ ասում եք 6 դեպք, հա։ Ուրեմն դպրոցականներ են, չէ՞, եթե անչափահաս են։ Թողենք ինչ լինի, այսինքն բոլոր դպրոցներում թմրամիջոցներ սկսեն տարածել նոր հանրությունը անհանգստություն հայտնի։ Եթե Հայաստանում ձեր իսկ նախարարի ասած թվերով 1200 նարկոշոփ է գործում on-line։ Օգտվողներ կան, չէ՞ որ գործում են, այնպես չի բացել են ու այստեղ Ամերիկայում են ծախում այդ թմրադեղերը, ծախում են Հայաստանում, վաճառում են Հայաստանում։ Դուք պատկերացնում եք, չէ՞, 1200 նարկոշոփից քանի հազար մարդ է օգտվում։ Վերջերս նաև եղավ հրապարակում, որ անչափահաս աղջիկներ են ներգրաված եղել տարածման գործում, այսինքն եթե սոցիոլոգիան թափես ճշգրիտ գիտություն, եթե հասել է նրան, որ 2 անգամ աղջիկ է ներգրաված բացահայտվել, այդտեղ լրիվ ուրիշ թվերի մասին է խոսքը, չբացահայտվածների մասով։ Չէր կարող այդպես լայն տարածում չունենալ ու դա հասնել անգամ նրան, որ անչափահաս աղջիկներ են ներգրաված թմրամիջոցների տարածման գործում։ Նշանակում ինչ-որ լուրջ թիվ է դա կազմում, որ արդեն այս սոցիումում մեր հանրության մեջ արդեն փաստորեն կան արդեն ներգրաված աղջիկներ այդ գործում։ Ես կարծում եմ լավ նախաձեռնություն է, որ սկսել են այս մարդիկ, առաջիկայում որքան որ ես հասկացա, իրենց ծրագրերի մասին կհայտնեն, եւ լավ է, որ ոստիկանությունը միանգամից արձագանքում է, բայց վատ է, որ ոստիկանությունը շատ վատ է աշխատում բացահայտման առումով։ Այդ 1200 նարկոշոփերը պետք է չգործեին։ Եթե պետք էր Telegram-ը կանխարգելել Հայաստանում, փակել, չգիտեմ, այլ հարթակներ փակել, պետք է փակել։ Եթե պետք էր դիմել ամերիկյան ընկերություններին, հա, պետք էր դիմել տեխնոլոգիական ուժեղ պետությունների ընկերություններին այդ Telegram ալիքները վարողներին բացահայտել, պետք է դիմեր։ Այդ ոնց է լինում, հենց որ քաղաքական հարցով պետք է մեկին գաղտնալսել, գնում եք Իսրայելից միլիոնավոր դոլարներով բան եք գնում, գաղտնալսող ծրագրեր եք գնում։ Բայց դեպքում էլ գնեք, հասկացեք ով ինչ եւ ինչպես է թմրամիջոցներ տարածում Հայաստանում։